Ողջույն, կրկին US Armenian Moms-ն են։ Այսօր խոսելու ենք դեռահասություն եւ դեռահասության հետ կապված մի շարք խնդիրների մասին։ Երեխան դառնում է ավելի հասուն։ Իդեպ ասեմ, ոչ բոլոր աղբյուրներն են, որ նշում են սա անցումային տարիք, ոչ բոլոր մշակույթներն են, որ սրան այսպես ուշադրություն են դարձնում։ Չկա շատ հստակ ու միանշանակ բանաձևեր։ Մեր մշակույթում ծնողները միշտ դժվարանում են այդ մասին խոսել։ Նույն ընտանիքում մեծանում են 2-3 երեխա եւ իրենցից բոլորը տարբեր մոտեցում են պահանջում։ Իմ հյուրն է մեր շատ սիրելի հոգեբան Մարինե Պետրոսյանը։ Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերքը եւ հույսով եմ այսօր կունենանք գեղեցիկ զրույց։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուզենք Դեռահասությունը իր հետ բերում է մի շարք խնդիրներ, չէ՞, ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեբանական։ Այսօր կուզեմ ավելի շատ խոսենք հոգեբանական փոփոխությունների եւ հույզերի փոփոխությունների մասին։ Այո, իհարկե։ Երևի սկսեն նրանից, որ չեն այդքան ուշադրություն դարձնում դեռահասության տարիքին, որովհետև դա մի տեսակ կապող օղակ է մանկությունը չափահասության հետ։ Այսինքն երեխան դառնում է ավելի հասուն, տղան դառնում է տղամարդ դեռահասության տարիքից հետո, չնայած այնտեղ կա պատանեկություն, երիտասարդություն, ըստ տարիքային բաժանումների, բայց ամեն դեպքում մանկությունից անցումն է սա։ Եվ դրա համար տեղի են ունենում շատ տարբեր փոփոխություններ եւ ֆիզիոլոգիական առումով մեծանում են, հասունանում են եւ բնականաբար հոգեբանական առումով։ Այսինքն գլխավոր խնդիրներից մեկը այս շրջանի։ Իդեպ ասեմ, ոչ բոլոր աղբյուրներն են, որ նշում են սա անցումային տարիք, ոչ բոլոր մշակույթներն են, որ սրան այսպես ուշադրություն են դարձնում, բայց ամեն դեպքում մենք այն մշակույթն ենք, որ մեր համար դեռահասությունը շատ ուշադրության առարկա է։ Սա այն տարիքն է, երբ որ դեռահասը սկսում է հասկանալ ու փնտրել, թե ով է ինքը։ Իր եսն է որոնում, չէ՞։ Եսի ձևավորումն է կատարում։ Այո, ինքը սկսում է հասկանալ ով է ինքը, ես ով եմ, ինչ եմ ուզում, փորձում է իր սեռային ընկալումները հասկանալ, նույնականացումը հասկանալ, ինքը փորձում է հասկանալ ինչ խմբի, ինչ հետաքրքրությունների, ինչերի է պատկանելիությունը որն է, ինքը սկսում է պայքարել իր անկախության համար, որովհետև մեծանալու, հասունանալու կարևոր պայման է նաև ծնողներից անկախանալը։ Այստեղ մեծ հակասություն էլ կա, որովհետև այդ անկախությունը ընդունողն էլ ծնողներն են։ Այսինքն ծնողները պիտի թողնեն, որ ինքը անկախանա։ Իրենք պայքարում են ծնողների դեմ անկախանալու համար, բայց միևնույն ժամանակ կախված են ծնողներից, որտեղ ծնողները պիտի ընդունեն այդ անկախությունը։ Եվ այս հարցերի մեջ է, որ իրենք շատ խճճված են։ Բնականաբար հույզերը դառնում են շատ ավելի ինտենսիվ ու ուժեղ, որը նաև պայմանավորված է սեռահասունացման փոփոխությունների, հորմոնալ փոփոխությունների հետ։ Եվ մի տեսակ այս որոնումների շրջան է սկսվում դեռահասների համար։ Եվ դրանից հետո էլ իհարկե դրանով էլ շատ պայմանավորված է ինչ որ առումով նրանց հետագա կյանքի ընթացքը։ Դեռահասության ընթացքում երեխաները երբ որ հանդիպում են հույզերի փոփոխությունների եւ իրենց եսի փնտրելու մեջ, ծնողի դերը որտեղ է, որ ինչքան պետք է ծնողը աջակցի երեխային։ Ինչպես պետք է աջակցի երեխային։ Սա էլ ամենաբարդ հարցերից մեկն է, ինձ թվում է, որովհետև ծնողի ինստիտուտը որպես այդպիսի, ոչ միայն դեռահասության տարիքում, երեխայի մինչև ծնվելը եւ ծնվելուց հետո մինչև չափահասություն շատ մեծ նշանակություն ունի։ Ես կարծում եմ, որ ինչ ես հասկացել եմ դաստիարակությունից եւ ծնողավարությունից այս երկար տարիների դա նա է, որ չկա շատ հստակ ու միանշանակ բանաձևեր։ Մենք յուրաքանչյուր երեխան շատ առանձին է, ինչքան էլ տարիքային օրինաչափություններ կան,
երեխաներ կան, որ շատ կպահանջեն ծնողների միջամտությունը, շատ կցանկանան ծնողները իրենց կողքին լինեն, երեխաներ կան, որ շատ մեծ ըմբոստություն կցուցաբերեն եւ կուզեն առանձնանալ։ Ես կարծում եմ, որ ծնողի դերն է, որ ինքը շարունակի ճանաչել իր երեխային եւ հետեւի, իսկ իր այդ որոնումներում եսի ինչով ինքը կարող է օգտակար լինել, որտեղ է որ երեխան ինչ որ ծայրահեղությունների է գնում, որտեղ է որ դժվարություններ է ունենում եւ մի տեսակ գիտեք Այն որ երեխաները սկսում են քայլել եւ չեն ուզում իրենց մեծ հասակ օգնի, դու ընդհանրապես պիտի ասած մի փոքր իրեն հենարան լինես եւ ինքը կքայլի։ Վստահություն ունենալը, որ հանկարծ եթե Անգրի, այո, իր թիկունքում դա կակամն է։ Ես կարծում եմ նույն սկզբունքը պետք է կիրառել դեռահասների հետ։ Եվ իհարկե ամեն հարցում քննարկել իսկ իրեն ինչ է պետք։ Իսկ արդյոք մինչև դեռահասության տարիքը հասնելը ծնողի եւ երեխայի հարաբերությունն է, որ մի փոքր նախապատրաստես երեխային, որ այս փոփոխություններն են լինելու, ոնց որ երեխան պատրաստ լինի, որ ինքը որոշ ժամանակ հետո անցնելու է այս մեծ փուլը։ Արդյոք դա օգնում է, թե դա միշտ կարելի է անել։ Դա միշտ կարելի է անել եւ միշտ ասել, որ գիտես ամեն տարիքում մենք ինչ-որ փոփոխությունների ենք ենթարկվում։ Այ հիմա դու գնալու ես, ասենք, միջին դպրոց։ Միջին դպրոցում երեխաների ու դեռահասների համար շատ կարևոր է դառնում իրենց հասակակիցների ընդունումը։ Ի դպրոցն էլ առանձինի տեղ ունի էս օղակներում սոցիալիզացիայի եւ ես կհասկանամ քեզ։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրարից պիտի հեռանանք։ Ես կուզեմ, որ էլի մտերիմ լինենք, եթե մտերիմ են իհարկե, բայց ես գիտեմ, որ քո համար օրինակ ավելի կարևոր են լինելու հասակակիցները, կամ ես գիտեմ, որ դու շատ ուզենալու ես ընդունված դնես հասակակիցների մոտ։ Ես գիտեմ, որ իրենց կարծիքը քո համար առաջնային է դառնալու։ Պատմեն իրենց ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին, ինչը շատ կարևոր է։ Մեր մշակույթում ծնողները միշտ դժվարանում են այդ մասին խոսել, բայց դա ֆիզիոլոգիական շատ կայուն փոփոխությունների շրջան է եւ եթե մենք ժամանակին ու ճիշտ ինֆորմացիա տանք, երեխաներին կօգնենք, որ իրենք շատ վախեր չունենան իրենց հետ կատարվող փոփոխություններից։ Եվ այդ փոփոխությունները ոչ միայն սեռահասունացման փոփոխություններ են, այլ ընդհանրապես ֆիզիկական մարմնի արտաքինի փոփոխություններ են։ Իրենց սկսում է իրենց արտաքինը դուր չգալ, իրենք սկսում են դրանից շատ նեղվել, դառնալ ինքնամփոփ, դրանից կարող է ինքնագնահատականը իջնել եւ այս ամենի մասին պատմել կարելի է, բայց ես կարծում եմ, որ պատմելուց բացի նաեւ կարելի է, եթե միշտ երեխան խրախուսված է եւ միշտ ընդունված է ծնողների կողմից։ Ինքը միշտ դժվարությունների միջով ավելի հեշտությամբ է անցնում։ Այստեղից կարող ենք մի փոքր նաեւ խոսել ընկերությունը, մինչև որ սահմանը պետք է լինի ծնող եւ երեխան ընկերությունը, որ նաեւ չվնասի երեխային եւ թե հարաբերություններին։ Այո, սա ուղղակիորեն ձեր ասածը կապվում է վերահսկողության հետ։ Ասենք ընկերության ժամանակ մենք վերահսկողության ֆունկցիա կարծես այդքան էլ չենք ունենում, կամ ընդհանրապես չենք ունենում, բայց որպես ծնող մենք չենք կարող չվերահսկել եւ հենց այդ սահմանն է։ Եթե մենք գնանք եւ շատ ծնողներ մոլորության մեջ են հայտնի, իրենց թվում է ընկերություն անելը լավագույնն է, բայց վերահսկողության ֆունկցիան էլ է շատ կարեւոր։ Ամեն դեպքում դեռահասները իրենց ֆիզիոլոգիական զարգացմամբ դեռ պատրաստ չեն կայուն որոշումներ կայացնել, հասուն չեն դրա համար։ Դա գալիս է ֆիզիոլոգիայից։ Եվ բնականաբար վերահսկողությունը չպահպանելը չի կարելի։ Այսինքն շատ տարբեր հարցերում պիտի կարծում եմ այնպեսի դեր ընդունել, որ երեխաները կարողանան գալ մեզ մոտ, կիսվեն, պատմեն իրենց դժվարությունները, որ մենք կարողանանք իրենց օգնել, բայց միևնույն ժամանակ էլ հասկանալ, որ որոշ դեպքերում հեռավորության վրա, գուցե որոշակի հեռավորության վրա, չգիտեմ, հետևել իրենց։ Ես կարծում եմ շատ կարևոր է
այդ ընկերության մասը, որ ծնողները լավ տեղյակ լինեն իրենց երեխաների հետաքրքրություններից։ Մենք սովորաբար ինչ ենք անում, եթե շատ ինտերնետի մեջ են, շատ խաղերի մեջ են, մենք մի անգամից արգելում ենք։ Եվ մի անգամից դառնում ենք թշնամի։ Ես կարծում եմ օրինակ, հենց այս դեպքում կարելի է հետաքրքրվել, իսկ այդ ինչ են խաղում։ Ինչի համար այդ իրենց գրավիչ։ Մի անգամ հետաքրքրվել, տեսնել, հետը խաղալ, այ երբ որ մերժումը մի անգամից չլինի, հետո հնարավոր է քիչ-քիչ, նույնիսկ երեխայի հետ խաղալուց, ցույց տալ ու բացատրել այդ խաղի կամ ինտերնետի կամ մնացածի բացասական կողմերը, եւ դա երեխայի կողմից ավելի ընդունելի կլինի, որովհետեւ մերժման վախը իհարկե բավականին մեծ է բոլոր տարիքներում, դեռահասության ժամանակ նույնպես։ Այսինքն ընկերները միանգամից չեն մերժում։ Ընկերները ընկերություն են անում, չգիտեմ, խաղում են իրար, մասնակցում են, այո, պիտի տեղյակ լինել, պիտի մասնակցել ամենատարբեր բաների։ Եվ հետո մասնակցելուց հետո կարելի է ինչ որ բաների վերաբերյալ գնահատական տալ, վտանգները ցույց տալ, օգտակար մասերը ցույց տալ։ Այս դեպքում կարծում եմ երեխայի հետ եւ վերահսկողությունը եւ ընկերությունը ինչ որ չափով հնարավոր կլինի պահպանել։ Նաև ես ինքս ունեմ 2 տղան, 3 երեխա, բայց տղաներս հիմա հենց այդ անցունային տարիքում են, շրջանում են, բայց իրենք երկուսն էլ տարբեր անհատականություններ են եւ տարբեր մոտեցում են պահանջում ծնողներ մեզնից ինձ եւ ամուսնուցս։ Դա էլ կուզենամ շեշտել, որ ամեն երեխա տարբեր է։ Մեկի հետ կարող ես ընկերական լինել եւ խոսքդ տեղ կհասնի, մյուսի հետ կարող է հետևը չաշխատի, չէ՞, ասենք քիչ ուրիշ պետքա մոտեցում ցույց տաս։ Շատ կարևոր բան ասացի, գիտեք ինչ առումով ես շատ եմ լսել, երբ որ հասուն տարիքում արդեն եւ նաեւ դեռահասության տարիքում այդ ընկերության երևի գաղափարից ելնելով ծնողները չափից ավելի անձնական պատմություններ եւ էմոցիաներ են կիսում երեխաների հետ։ Կարող են օրինակ երեխաների հետ քննարկել երեխայի հոր հետ հարաբերությունները, իրենց ամուսնու հետ հարաբերությունները, երբեմն նույնիսկ սեռական ոլորտի ինֆորմացիա փոխանցել, իրենց ընկերուհիների, իրենց ծնողների հետ հարաբերություններ քննարկել, որ շատ հաճախ դեռահասները պատրաստ չեն դա լսելու։ Կիսվելը այս չափ ընկալելու, այո, կիսվելը այս չափ գուցե ընկերության մեջ ընդունելի է, բայց ծնողի պարագայում գոնե ծնողը պիտի հասկանա տարիքի առանձնահատկությունները, որ որքան է պատրաստ իմ դեռահաս երեխան լսել այս ամենը։ Սա էլ է ընկերության դրսևորումների ինչ որ մի մաս, որից պետք է զգուշ լինել։ Այո, նաև եթե անդրադառնամ նորից ձեր ասացին, նույն ընտանիքում մեծանում են 2-3 երեխա եւ իրենցից բոլորը տարբեր մոտեցում են պահանջում։ Եվ հաճախ է չէ լսել, որ ծնողները ասում են մեծիս հետ այսպես եմ անում, շատ հանգիստ անցնում է, փոքրի հետ չի անցնում դա։ Ինչու պիտի անցնի, որ նրանք տարբեր մարդիկ են։ Եվ այստեղ ենք մենք մի քիչ էլի մոլորության մեջ հայտնվում, որ մեզ թվում է, որ նույն ծնողներն են, նույն ընտանիքն է, նույն մոտեցումները բոլոր երեխաների հետ պիտի աշխատեն, բայց երեխաներն են տարբեր։ Ստում է այստեղ արդեն ծնողը պետք է իր եսը մի քիչ դնի մի կողմ եւ թողնի, որ արդեն երեխաների ինքնությունը առաջ գա եւ իրենք ավելի ոնց բացատրեմ ինքնուրույն թե դառնան, թե ավելի անկախ դառնան, մի խոսքով իրենց եսը ձևավորվի, բայց մերը պետք է մի քիչ հետ դնենք, մեր պահանջները։ Համաձայն եմ, այսինքն ամեն երեխա, եթե համարի կոպիթանուատություն է կնել եկերիվ դե համար, դա տարբեր նյութից լինեն։ Եվ այդ տարբեր նյութերի հետ աշխատանքը շատ տարբեր գործիքներն են տարբեր, ձևն էլ է տարբեր։ Եվ եթե մենք ի սկզբանե առաջնորդվենք, որ մենք տարբեր մարդկանց հետ գործ ունենք, եւ իրոք այդպես է, ոչ մի երեխա մյուսին չի կրկին, իրենք շատ եզակի են։ Այս դեպքում բնականաբար մենք կփորձենք մեր իմացածը, հետո կհասկանանք ինչ ռեակցիա է տալիս դեռահասը, ընդհանրապես երեխան, դրա հիման վրա կկառուցենք հաջորդ քայլը։
Ես կարծում եմ սա այդ ծնողավարության դաստիարակության կարևոր սկզբունքներից է։ Պետք է գնալ առաջ քայլ-քայլ։ Փորձեցինք, ստացվեց, շատ լավ։ Դա կարող ենք վերցնել որպես մեզ միջոց։ Չստացվեց, պետք է փնտրենք էլ ինչ անենք, էլ ինչպես անենք, ու այսպես քայլ-քայլ գնանք առաջ։ Ես կարծում եմ այդ դեպքում կարելի է հաջողել։ Ամեն դեպքում իդեալական ծնողներ չկան չեն լինում։ Եվ այստեղ էլ պիտի հետևենք այն սկզբունքին, որ մենք պիտի փորձենք լինել հնարավորինս լավը մեր երեխայի համար։ Այնքան ինչքան կկարողանանք, մենք էլ ենք սովոր։ Իհարկե։ Այսինքն ոչ ոք չի սովորել ինչպես ծնող լինել։ Մարդիկ 10 տարի սովորում են, որ դառնան բժիշկ։ Դա այսքան տարի սովորում են, որ դառնան ինժեներ։ Այքան տարի են սովորում, որ ծնող դառնան։ Ինձ թվում է ամեն օր մենք ամեն օր սովորում ենք եւ ամեն օր իրենց հետ քայլ առ քայլ մենք էլ հետները մեծանում ենք։ Այո, եւ հենց երեխա ունենալուց առաջ ծնողները ворթեգրեն այդ սկզբունքը, որ ես ամեն օր սովորելու եմ, ամեն օր նոր բան եմ տեսնելու, ամեն օր նոր բանի հետևից եմ գնալու, ինձ թվում է իրենք կհաջողեն։ Կուզեի նաեւ առանձնացնենք, թե որ տարիքից է սկսվում երեխաների մոտ հետեռահասության տարիքը։ Եվ միջև որ տարիքը։ Տարբեր աղբյուրներ տարբեր տարիք են նշում, 11 հիմնականում եկեք սկիզբը համարենք օրինակ 11-ը։ Բայց էլ եմ ասում, ինչ որ աղբյուրներում կարող եք ուրիշ տարիքի հանդիպել, բայց սկիզբը համարենք 11-ը։ Իդեպ ասեմ, որ ժամանակի հետ փոխվում է։ Կարող մի տարի հետո հետազոտությունները ցույց տան, որ զարգացումը շատ ավելի արագ է ընթանում։ Ես դա տեսնում եմ իմ դիտարկումներով։ Հիմա արդեն այդպես է, որովհետև ես էլ որ նայում եմ, կարդում եմ կամ փորձում եմ հասկանալ ինչն է, ինչ տարբերություն եմ զգում իմ երեխաների մեջ, որովհետև եթե մեծերս 10-11 տարեկանից եմ այդ փոփոխությունը զգացել, օրինակ իմ աղջկա մոտ արդեն մի քիչ ավելի վաղ տարիքում է այդ փոփոխությունները, երևի թե տարեց տարի Միանշանակ եւ հավատացեք, որ այդ փոփոխությունները որպես այդպեսին այն ինչ որ մենք կարդացել ենք մասնագիտական գրականության մեջ տարիքային նորմերի առանձնահատկությունների վերաբերյալ շատ արագ պետքա վերանայել եւ շատ արագ փոփոխել։ Ընդունենք մոտավոր սկիզբ 11-ը եւ իհարկե ավարտում ենք 16, 17, 18։ Եվ դա կապ չունի, չէ՞, աղջիկ թե տղա։ Տարիքը ոչ, բայց շատ հետաքրքիր հարց եք պատասխանում այն առումով, որ այս շրջանը աղջիկները տղաները մի փոքր տարբեր կերպ են անցնում։ Աղջիկները ավելի հուզական են լինում, տղաները ավելի սովորում են իրենց հույզերը զսպել։ Տղաները կարող են ավելի ագրեսիվ վարք ցուցաբերել, աղջիկները կարող են ավելի շատ կիսվել իրենց զգացմունքների մասին կամ կարիքը ունենան, ավելի լավ կողմնորոշվեն իրականության մեջ։ Տղաները մի քիչ ավելի դժվարանան այդ հարցում, ավելի կտրուկ լինեն, տարբերություններ կան։ Ես կուզեի նաև փոքր խոսեինք ավելի ծանր դեպքերի մասին, որ երեխաներ կան, որ շատ ավելի դժվարությամբ են անցնում այս պերիոդը, որ դեպքում արդեն պետք է ծնողը անհանգստանա եւ որ դեպքում պետք է դիմի մասնագետի, ոնց պետք է հասկանանք, որ այո խնդիր կա։ Կբացատրեք։ Գիտեք նշանները միգուցե էլի ինչ նշաններով կարող ենք հասկանանք, որ երեխան ոչ թե ուղղակի անցումային տարիքը, մի փոքր ագրեսիվ է, այլ խնդիր կա։ Գիտեք, տեսակ այս տարիքը կարելի է նմանեցնել ոնց որ լարա խաղացները ոնց են լարին իրեն։ Եվ շատ քիչ է սահմանը, որ իրենք կարող են այո գնալ Բալկանի բարդ ճանապարհով, որովհետև երեխաների անկախությունը եթե չի ընդունվում, եթե իրենց ըմբոստությունը շարունակվում է, եթե իրենք ընդունման չեն արժանանում դպրոցում ավելին գուցե բռնության են արժանանում, եթե տանը կա բռնության դեպքեր, եթե տանը կա բավականին
վերահսկողական, այսպես ասեմ, հա, ավտորիտար դաստիարակություն, երեխաները երբ որ շուրջը շատ աղմուկ է լինում, երեխաները սկսում են լռել, փակվել իրենց մեջ։ Այդ լռությունը իրենց մեջ փակվում են։ Եվ այստեղ իրենց համար արդեն հենց տարիքից ելնելով շատ վտանգավոր է դառնում տարբեր հասակակիցների ընդունել հեղինակություն եւ գնալ տարբեր սովորությունների հետևից։ Այդ սովորությունները վատ սովորություններն են։ Դրանք կարող են լինել ալկոհոլ, թմրանյութեր, ծխախոտ, բաղձարական կյանք, չափից ավելի արտահայտված ագրեսիա։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես մենք ուշադրություն ենք դարձնում եւ դիմում ենք մասնագետի, ընդունված այսպես սկզբունք է, երբ որ խաթարվում է, խանգարվում է, խախտվում է դեռահասի կամ երեխայի կամ բոլորիս որևէ մեկիս կենսագործունեությունը։ Ասենք օրինակ երեխան հրաժարվում է սովորել, դա իր գործունեության կարևոր մաս է դեռևս, կամ ընկերների հետ հարաբերության մեջ լուրջ խնդիրներ ունի, շատ մեկուսացած է կամ շատ ագրեսիվ է հարաբերությունների մեջ կամ ընկերներ չունի, երբ որ ընտանիքում հարաբերությունները շատ վատ են, չկա հաղորդակցություն ծնողի եւ երեխայի կամ մյուս ընտանիքի երեխաների հետ քույր, եղբայր, սրանք նշաններ են, որ պետք է անհանգստանալ։ Ես կարծում եմ, որ ոչ մի սարսափելի բան չկա, եթե այս նշանները տեսնում են եւ մեկ անգամ խորհրդակցեն մասնագետի հետ։ Մասնագետը հաստատ ավելի վստահաբար կասի, թե դրանք ավելի տարիքային առանձնահատկություններ են, որոնց պետք է համբերել, թե իրոք պետք է անհանգստանալ։ Որովհետեւ ես կարծում եմ ուշանալը ցանկալի չի։ Ավելի լավ է շուտ, քան ուշ այս դեպքում։ Որովհետև իրոք այդ անկախության ձգտում ու հասակակիցներին հեղինակություն ընդունելը որպես առանձնահատկություն իրենց տանում է այսպես շատ տարբեր շրջապատներ եւ իրենք պատրաստ են շատ տարբեր վարք ցուցաբերել ընդունված լինելու համար։ Դե եթե լավ շրջապատում են հայտնվում, շատ լավ։ Եթե ոչ, դե ուրեմն պետք է մտահոգվել։ Իհարկե սա կախված է նաև թե մինչև դեռահասությունը երեխան ինչ փուլերով է անցել։ Եթե ծնողի ընտանիքի հետ կապը ջերմ է, երեխան ընտանիքում եղել է ընդունված, արժևորված, կարևորված, անկախ ամեն ինչից։ Ես կարծում եմ, որ դեռահասության տարիքում ինքը ծնողներին ավելի հնարավորություն կտա իր կողքին լինել։ Միանգամից չի մերժի։ Եվ բնականաբար ծնողներն էլ հնարավորություն ունենան ավելի շատ միջամտություն ունենալ։ Իսկ ինչ հոգեբանական խնդիրներ են առաջանում այս ընթացքում։ Ինչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ, որ իսկապես խնդիր է դա։ Նո ամենաառաջիններից մեկը երևի ինքնագնահատականի խնդիրն է, որ եթե իրենք շատ սիրում են իրենց համեմատել հասակակիցների հետ, շատ իրենց համար կարևոր է հասապակերնիցների կողմից ընդունված լինելը, իրենց կարևոր է, որ իրենց որոշումները ընդունեն ընտանիքում, ծնողները ընդունեն իր ընտրած սոցիալական դերը, իր ընտրած վարքի ձևը, եւ եթե սա արժանանում է չընդունման, ապա ցածր ինքնագնահատական է լինում որպես հետևանք։ Առաջինը դա է, երկրորդը վատ սովորությունների հապվածությունն է, որ կարող են շատ հանգիստ լինել ոչ ֆորմալ խմբավորումներում։ Հիմա դրանք շատ տարածված են, տարբեր տեսակի խմբավորումներ կան։ Հոգեբանական տեսանկյունից կարող են
դու դա շատ համարժեք է կամ մոտ է ինքնագնահատականին, դա կարող է լինել թերարժեքության բարդույթը, որը ձևավորվում է։ Կարող են չկարողանալ ճիշտ հարաբերություններ կառուցել, կարող են չկարողանալ ճիշտ իրենց եսը արտահայտել, որպես այդպիսի։ Մանավանդ մեր մշակույթում դե սա ամբողջ տարիք է։ Այո։ Մեր մշակույթում էլ ընդունված է մեծահասակներին չպատասխանել, չըմբոստանալ, չվիճել։ Եվ ամեն կերպ մենք լրացնում ենք երեխային, որովհետև դա ուղիղ գնահատում ենք ոչ հարգալից վերաբերմունք մեր նկատմամբ։ Սա էլ բավականին իրենց եսի արտահայտման մեջ կարող է շատ բացասական հետևանքներ թողնել։ Այսինքն ամբողջությունը պետք չէ դիտարկել որպես շատ վատ կամ նեգատիվ, այլ դա անկախանալու, մեծանալու նշանն է։ Իհարկե պիտի որոշակի սահմաններ պահպանվեն։ Իհարկե պիտի որոշակի էթիկական նորմեր պահպանվեն։ Ասենք օրինակ, ես խոսում եմ ծնողի հետ եւ ծնողը շատ արցունքներով պատմում է, որ իր երեխան իրեն կոպիտ բառեր է ասել վիրավորական։ Ասում եմ, որտեղից անիսել, ասում եմ, դե ես էլ որ բարկանում եմ, իրեն ասում եմ, ինչ ասես, ասում եմ, դե երևի զարմանալի չի, չէ։ Բայց մենք մտածում ենք, որ մենք կարող ենք ասել, երեխան ոչ։ Կային ժամանակներ, որ այդպես էր։ Դա իմ հասակակիցների ժամանակահատվածներ, որ դժվար էր պատկերացնել, որ կարելի էր նույն կերպ պատասխանել ծնողին կամ ուսուցչին։ Հիմա այդպես չի։ Հիմա երեխաները ասում են, դու ասում ես, ուրեմն ես էլ կարող եմ ասել։ Դա իր լավ եւ բադ կողմեր ունեն։ Այսինքն ես շատ չեմ ընդունում, որ երեխան այդ սահմանը չի կարողանում հասկանալ եւ այդ պատասխանելու սովորությունը իրավունքը, այո, թե ծնողների, թե ուսուցիչների, ընդհանրապես իրենց շրջապատում դա էլ չեմ ընդունում, բայց այո, մի փոքր երևի պետք է ազատություն տանք երեխաներին, որ իրենք էլ որպես անձ Ես կարծում եմ միշտ դաստիարակության մեջ պետք է սկսենք մեզնից։ Ես կարծում եմ, որ եթե ծնող այդ սահմանը չանցնի, հավանականությունը քչանում է։ Այնպես չի, որ վերանում է։ Հնարավոր է, որ էլի երեխան շատ բուրըն դեռահասություն անցնի եւ այդ ըմբոստությունը արտահայտվի շատ նորմերի խախտմամբ։ Բայց գոնե մենք գիտենք, որ մենք առիթը չենք վերցնում, մենք օրինակ չենք ծառայել։ Նաև այդ մի փոքր ավելի շատ կոնտրոլնել այդքան երևի դրական արդյունք չի տալիս երեխան, երբ որ երեխան երբեք չի պատասխանում, ընդունում է միշտ ծնողի ասածը, երբեք չի ըմբոստանում, երբեք ավելորդ բաներ իրեն թույլ չի տալիս, դա էլ կախվածություն է թողնում ծնողի, հետագայում արդեն երեխան այնքան ինքնահաստատված չի, որ արդեն մեծ տարիքում ավելի ուրիշ խնդիրների առաջականգնում, որովհետև ինքնուրույն չի, չէ՞։ Այո, համաձայն եմ ձեր հետ այն առումով, որ եթե երեխան չի սովորում իր տեսակետը պաշտպանել մեզ մոտ, հակառակվել, ինչ-որ բան փաստարկել, մենք միանգամից լռեցնում ենք, դա ինքը հետո որևէ մեկի մոտ չի կարողանա հասուն կյանքում։ Դա չի կարողանա անել իր գործընկերոջ մոտ, դա չի կարողանա անել ղեկավարի մոտ, դա չի կարողանա անել իր ապագա անձնական հարաբերություններում։ Այո, իհարկե։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ պիտի դիտարկել ըմբոստությունը որպես մեծանալու նշան, բայց դա պիտի լինի որոշակի սահմաններում եւ ձեր ասած վերահսկողությունը, գիտեք, երբ որ կա անկեղծ հետաքրքրվածություն երեխայի կյանքում եւ ոչ քննադատություն, ես կարծում եմ իրենք շատ դեմ չեն այդ տեսակ վերահսկողությունը, բայց եթե այդ վերահսկողությունը արտահայտվում է կարելի է, չի կարելիով, առանց որևէ բացատրությունների, բնականաբար դրա հետևանքը չենք կարող հասկանալ ինչ է լինում կոնկրետ երեխայի մոտ, որովհետև երեխան փակվում է,
թե իմ մոտ ինչ է ձևավորվում, ինչ է դրսևորվում, շատ անհասկանալի։ Նաև չմոռանանք այդ ինքնագնահատականի, որ միշտ այդ տարիքում ասում ես, դե լավ, դու չես կարա դա անես կամ չի ստացվի քո մոտ։ Թող ես կանեմ, որովհետև դու չես կարողանում դա անես, չէ՞։ Այդ ոնց որ երեխայի մոտ նստված կա տալիս եւ Բոլոր ինքը մտածում է, այո, ինքը դա չի կարողանի։ Բոլոր տարիքներում երեխային ասել չես կարողանա, սա ոնց որ սանտիմետր առ սանտիմետր թևերը կտրել։ Դու կարող ես ես քեզ կօգնեմ, դու կարող ես ես քեզ կօգնում։ Եթե չստացվի, դու գոնե կիմանաս հաջորդ անգամ ոնց կանես։ Կարծում եմ այն։ Եվ պետքա թողնենք մի քիչ սխալվեն, ոչ շատ բարդ իրավիճակներում, բայց սխալվելը երևի ավելի օգուտ է լինում երեխաները, որ իրենք իրենց սխալների վրա կարողանում են հետո շտկեն։ Սխալվելու թեման մի առանդին այդ թեմա է, այն առումով, որ սխալվելը կարծես թե զարգանալու նախապայման է։ Եթե չես սխալվում, չգիտես ինչի վրա աշխատես, ինչու ուղես, ոնց զարգանաս։ Այսինքն բոլոր տարիքներում, դրա ոչ միայն Մեզել է վերաբերում։ Մինչև մենք մի անգամ մի բան չանենք ու չսխալվենք ու հետո չասենք ոնց կարող եմ անել։ Ես սա հաջորդ անգամ պիտի աշխատեմ, որ այսպես լինի։ Բնականաբար։ Եվ իհարկե սա էլ գիտեք շատ մշակութային ասպեկտ ունի այն առումով, որ հիմա մենք երկուսս էլ ապրում ենք Ամերիկայում։ Այստեղ ոնց են վերաբերվում սխալի նկատմամբ։ Մտնեք ցանկացած ուսումնական հաստատություն, պատի վրա փակցված կլինի, որ սխալվելը նորմալ է, դու կարող ես սխալվել։ Բայց մեր մշակույթում ու երևի սկսված սովետական ժամանակներից սխալվելու նկատմամբ կա մի տեսակ շատ բացասական վերաբերում։ Սխալվել չես կարող ոչ մի հարցում։ Եվ ես շատ եմ տեսնում, որ հենց դեռահասության տարիքում դեռահասները շատ դժվար են ընդունում իրենց սխալը, իրենք պատրաստ են ամեն ինչում մեղադրել դիմացինին, բայց չասել ես սխալվեցի, որովհետև բավարար ինքնագնահատական չկա կարծում եմ, եւ իրենք շատ խոցելի են իրենց զգում իրենց սխալը ընդունելուց։ Եվ դրա համար մերժում են։ Եվ ինձ թվում է դրանով էլ փակում են զարգացման ճանապարհը։ Բա ես ինչի վրա աշխատեմ։ Բայց ես ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ ճիշտ եմ անում։ Հետո տենց վերջացավ ամեն ինչ, էլ շարունակելու տեղ չունենք, կարծում եմ չէ ունենք։ Ճիշտը մեջբերմայցիկ մեր մշակույթի մեջ, որովհետև մենք մի քիչ մեր հայերի մասն եմ ուզում խոսել, շատ overprotected հայերեն բառը գերպաշտպանող մի հատ դիրք ենք ընդունում մեր երեխաների հանդեպ, որ իսկապես որ չենք ուզում սխալվեն եւ չենք թողնում, որ սխալվեն իրենք։ Լավ չկարողացա, ոչինչ ես դա կանեմ արդեն, էլ մի արա, չեմ ուզում դու անես, չէ՞, վերցնում ենք միանգամից այդ պատասխանատվությունը մեր վրա եւ մենք ենք անում, բայց իրականում այո, մենք ոչ թե օգնում ենք, այլ երեխաներին փորձի ձեռք չի բերում երեխան։ Փորձով ոնց որ չի պատրաստվում կյանքին։ Եվ այո, պիտի անպայման հնարավորություն տալ փորձելու, բայց հիմա կարծում եմ ծնողները, ես ասում եմ զուգահեռաբար հիշեցի, որ մի ծնող ինձ ասում էր, որ իր դեռահաս տղան որոշել էր ինտերնետում բիզնես սկսել, եւ ինքը չէր մերժել։ Ասել էր, ասա քեզ ինչ է պետք, փորձենք միասին։ Եթե չեմ սխալվում, հետո կարծես չէր ստացվել դա, բայց դե ոչինչ։ Դա փորձ էր, որ դեռահաս ինչ-որ բան սովորել էր, ինչ-որ բան հասկացել էր, հաջորդ քայլը ուրիշ կերպ կանի, միանգամից մերժում չէր ստացել, ինչու՞ չէ։ Ծնողի սատար կանգնելը եւ օգնությունը միշտ հարցերում միշտ, գիտես որ հենարան ունես։ Այո։ Թեկուս այն սխալվելու դեպքում էլ քեզ չեն գա մեղադրում։ Այո, կօգնեն որ գնաս առաջ։ Կօգնեն որ սխալիցդ ինչ-որ դասեր քաղես ու հասկանաս, թե ինչ պիտի սովորես, ինչ պիտի զարգացնես, հաջորդ անգամ ինչը ինչպես անես։ Այո։ Կարծում եմ այս թեման այնքան երկար կարող ենք զրուցել, որովհետև միգուցե թաբու է նաև այս թեման, որտեղ շատ չենք ոնց որ բարձրաձայնում թիների, փորձում ենք հիմա խոսել եւ ավելի մարդկանց հնարավորություն տանք, որ իրանք էլ
հասկանան ինչ է կատարում իրենց երեխաների հետ, որովհետև արդեն կրկնվում եմ, բայց ծնող լինելով ամեն օր սովորում ենք եւ միգուցե մեր այս հաղորդումների շնորհիվ որոշ մարդիկ հասկանան, որ այ չէ, միգուցե ես սխալ մոտեցում եմ ցույց տալիս իմ երեխային, պետք է մի քիչ ավելի հետ կանգնեմ կամ չէ, մի քիչ ավելի պետք է մոտիկանամ երեխայիս հետ, որ խուսափենք խնդիրները հետագայում, բայց պետք է եւս շատ խոսենք այս թեմաների մասին։ Տիկին Պետրոսյան, կուզենայի ձեր խորհուրդը տայիք ծնողներին, ինչպես անցկացնել այս դեռահասության շրջանը, որ ավելի հանգիստ եւ ոչ խնդիրներով լինի։ Գիտեք, երևի շատ անգամներ այս հարցին պատասխանել եմ, բայց հիմա մտքիս եկավ հետևել պատասխանը, որ ցանկացած բարագայում, ցանկացած տարիքում կարևորը որ ձեր երեխաները իրենց զգան ընդունված, արժևորված, սիրված, կարևորված, որ իրենք ունենան իրենց ծնողների եւ իրենց ընտանիքին պատկանելիության զգացողությունը եւ նաեւ զգան, որ դուք միշտ մի քայլ հետ կամ մի քայլ աջ կամ ձախ իրենց կողքին եք կյանքի տարբեր փորձությունների ժամանակ։ Կարծում եմ այս դեպքում շատ բան կհաջողվի։ Շնորհակալ ենք, որ այսօր ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ եւ մենք զրուցեցինք այս թեմայի շուրջ։ Իսկ դուք, սիրելի հետևորդներ, ուզում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք, ինչու՞ չէ նաեւ լայքեք մեր վիդեոները, դրանք շատ կարեւոր են մեզ համար եւ մենք էլ կփորձենք ավելի հետաքրքիր թեմաներ բերել։ Ստեսություն։